Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ Հայաստանի շուրջ զարգացումները մտնում են նոր բավականին բարդ փուլ։ Ընտրություններին ընդառաջ Հայաստանը դիմել է Եվրոպական միությանը հիբրիդային սպառնալիքների դեմ աջակցության խնդրանքով։ Իսկ Ռուսաստանը հայտարարում է, որ բաց է քննարկելու Թրամփի ուղի նախաձեռնությունը եւ իր հնարավոր մասնակցությունը դրանում։ Միաժամանակ Իրանը հայտարարում է, որ այդ ծրագիրը Կովկասի համար գործնականում նույնն է, ինչ Զանգեզուրի միջանցքը, եւ իրենք դրա իրականացմանը դեմ են։ Այս ֆոնին առաջանում են առանցքային հարցեր։ Ինչպիսի տարածաշրջանային վերադասավորումների առաջ ենք կանգնած, ինչպիսի դեր է հատկացվում Հայաստանին եւ որքանով են ներքաղաքական գործընթացները, հատկապես ընտրությունները խոցելի արտաքին ազդեցությունների համար։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցելու ենք Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ինչ կոնկրետ հիբրիդային սպառնալիքների մասին կարող է խոսք լինել ընտրությունների համատեքստում, եթե Հայաստանը գնացել է այդ քայլին եւ դիմել է Եվրամիությանը աջակցության խնդրանքով։ Նախ ասեմ, որ Եվրամիությունը ժողովրդավարության համատեքստում մշտապես Հայաստանին աջակցել է ընտրությունների կազմակերպման, դրանց թափանցիկության եւ դրանց արտաքին ազդեցությունների ձեռք պահելու առումով։ Եվ այս համատեքստում ընտրությունները բավականին լուրջ ծախսեր են, իսկ երբ որ կա արտաքին հետաքրքրություն Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու, երբ որ դու շրջապատված չես միայն բարեկամներով, եւ նաեւ ունես հակառակորդներ ու թշնամիներ, որոնց շահերը տարբեր են Հայաստանի առումով, այս դեպքում հիբրիդային էլեմենտները բազմաթիվ են, դա լրատվական միջոցներից մինչեւ ուղիղ կապիտալի ներհոսք Հայաստան, որի դեմ պայքարելու համար անհրաժեշտ միջոցներ եւ ծառայություններ են անհրաժեշտ, որի փորձառությունը այդքան էլ անկեղծ ասած Հայաստանը չունի, քանի որ ռուսական համատեքստում գործած ընտրությունների ժամանակ դրա կարիքը չկար, եվրոդիտորդները գալիս էին ինչ ասում էին, չէին ասում, որևէ մեկ դրանց հետևից չէր գնում, որևէ մեկը դրան առանձնապես մեծ ուշադրություն չէր տալիս, իսկ ԱՊՀ եւ ռուսական դիտորդներն ասում էին, որ ընտրություններն անցել են ազատ անկախ, իսկ արևմուտքը առանձնապես երբեք փողեր չի դրել Հայաստանում հեղաշրջումներ անելու կամ դրանց վրա ազդելու առումով։ Հիմա, երբ որ Հայաստանը որոշակի անկախություն է ցուցաբերում, այս նաև միջին միջանցքի հետ կապված խնդիրների առումով շահագրգռվածությունները մեծացել են եւ այս առումով ճիշտ է արել Հայաստանը, որ դիմել է Եվրամիությանը համապատասխան աջակցության համար։ Լավ է, որ Եվրամիությունը նաև ֆինանսական աջակցություն է ուզում ցուցաբերել։ Օրինակ, միայն Մոլդովայի ընտրություններում ըստ մամուլի տեղեկությունների ռուսական ուղղությունից 175 միլիոն դոլարի մուտք է եղել Մոլդովա ընտրությունների տարբեր ռուսական ազդեցության քաղաքական կուսակցություններում ներդնելու եւ ընտրությունների արդյունքների վրա ազդելու առումով եւ Մոլդովայի իշխանությունները այդ համատեքստում գնացին երկու կուսակցությունների թույլ չտալու իմ սիրտը Մոլդովա եւ մեծ Մոլդովա կուսակցություններին ուղղակի նախընտրական պայքարի մեջ արգելեցին, թույլ չտվեցին մտնելու։ Մեկը հիմա կարծեմ դատական process-ների մեջ է դեռ, բայց արդեն ընտրությունները վերջացել են։ Այսինքն, այս առումով թե իրավական առումով, թե բանկային խնդիրների առումով, փոխանցումների մասով եւ թե լրատվական առումով աջակցության կարիք կա եւ լավ է որ դիմել է։ Դուք օրինակ մատնանշեցիք Մոլդովայի օրինակը, ընդգծելով օրինակ կուսակցություններին, ընտրություններին մասնակցությունը թույլ չտալու դեպքը, Հայաստանում ինչ է կարծում նման բան հնարավոր է։ Իսկ իշխանությունները կգնան նման քայլի։ Ես կարծում եմ, որ ժողովրդավարությունը իսկապես պաշտպանության կարիք ունի, եւ եթե ժողովրդավարության պաշտպանության համար անհրաժեշտ լինի նման քայլեր անելու, կարծում եմ, որ կգնան եւ պարտավոր են գնալ, որովհետեւ մենք բոլորս հարկեր ենք մուծում Հայաստանի իշխանություններին, որպեսզի նրանք ապահովեն արդար ընտրություններ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը արդար ընտրությունների երաշխավորն է եւ ինքը իր գործիքակազմում ունեցած բոլոր գործիքները պիտի օգտագործի ընտրություններն արդար ապահովելու համար։ Բնականաբար Հայաստանում քիչ չեն այն ուժերը, որոնք ռուսական համատեքստում են, Հայաստանի ընդդիմությունը Հայաստանի ամենահարուստ մասն է կազմում, ի զարմանս նրա, որ նախկինում ընդդիմությունը աղքատ էր, հարուստ էր իշխանությունը, հիմի ընդդիմությունը շատ հարուստ է եւ իր այդ վաստակած գումարները օրինական թե անօրինական թողնում եմ համապատասխան կառույցների հետազոտությանը, բայց այդ գումարները կարող է դրել ընտրական գործընթացների մեջ, իսկ եթե վերցնես այնպիսի քաղաքական մի
միավորների, որոնց վաստակած գումարները դրսում են վաստակվել, որոնք նաև քաղաքացիություն ունեն, երկքաղաքացիություն են, եւ որոնց վրա Մոսկվայի ազդեցությունը շատ մեծ է ու իրենք կարող են այդ գումարները բերել հայկական քաղաքական դաշտ սեփական ազդեցությունը մեծացնելու ոչ օրինական ուղիների վրա կիրառելու առումով, բնականաբար նման պարագայում պիտի արգելել ու միանշանակ պիտի արգելել։ Պարոն Սարգսյան, տեսեք, ընդդիմությունը արդեն իր գնահատականները հնչեցնում է Հայաստանի խնդրանքի մասով ուղղված Եվրամիությանը եւ դա գնահատվում է որպես արտաքին միջամտության փորձ։ Ասում են ցանկանում ես որպեսզի արտաքին միջամտություն չլինի, բայց ինքդ ես գնում եւ օրինակ մեկ այլ աշխարհակաղակական կենտրոնի խնդրում որպեսզի աջակցեն քեզ։ Եվ դա ընդդիմությունը դիտարկում է որպես արտաքին միջամտություն։ Դա արտաքին միջամտություն չի, որովհետև դու դիմում ես տվյալ միությանը, կոնկրետ դեպքում Եվրոպական միությանը, աջակցելու ժողովրդավարական գործընթացները ճիշտ ուղով տանելու առումով եւ արտաքին քաղաքական ճնշումներից պաշտպանելու առումով։ Ընդհանրապես ռուսական գծի ներկայացուցիչները երկակի ստանդարտների բացառիկ օրինակ են, որովհետև իրենք գործում են եվրոպական մոտեցումներին դեմ, բայց հենց տեղն են ընկնում կամ իրենց վրա որոշակի դատական պրոցեսներ են սկսում, իրենք միանգամից հիշում են այդ Եվրոպային, սկսում են դիմել եվրոպական դատարաններ, սկսում են Եվրոպայից ու արևմուտքից արդարություն պահանջել։ Օրինակ ասենք վերջին օրինակը Ռուսաստանի դեսպանատունը պահանջել է եւ թույլատրություն է ստացել Սամվել Կարապետյանին այցելելու, նրա շահերը պաշտպանելու, նրան նաեւ քաղբանտարկյալ է համարում ինչ որ առումով կամ քաղաքական հանդիպում եղել է մի անգամ, երկրորդն է պահանջել, ասենք այդ նույն Ռուսաստանում, երբ որ Խադարկովսկուն, ասենք Խադարկովսկին էր բանտում կամ երբ որ մյուս բանտում որ մահացավ մյուս ռուսական Նավալնին, այո, որ բանտում մահացավ, ասենք, այս դեպքում, ասենք, այդ նույն ռուսական իշխանությունները իրենց օլիգարխին այցելելու, թող փորձեր մեկը հանկարծ նրանց այցելեր կամ նրանց քաղաքական հալածյալ համարեր թույլ կտային, թե թույլ չէին տա։ Այսինքն այս երկակի մոտեցումները իրենց արտաքին քաղաքական շահի հետ է կապված, իրենց շահագրգռվածության հետ է կապված, Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու հետ է կապված։ Սամվել Կարապետյանը Հայաստանում կուսակցություն եւ շարժում է ուզում ձևավորել, որի նպատակն է Հայաստանում իշխանափոխություն անել, եւ Ռուսաստանը ակնհայտ աջակցում է Սամվել Կարապետյանին եւ այդ աջակցությունը բաց է դնում, չգիտեմ դրանով լավություն է անում, թե մեծ վատություն արեց Սամվել Կարապետյանին եւ իր թիմին, որտեղ այդ թիմը փորձում էր ցույց տալ, որ ինքը աշխարհակաղակական է, այդքան էլ ռուսական չի, որ ինքը Կարլսոնին կարող է Միացյալ Նահանգներում հարցազրույց տալ, Ռուսաստանն ասաց ոչ, դու իմն ես, եւ այս առումով, այսպես ասեմ, մեր ձևովը կապված է Սամվել Կարապետյանի անձի հետ, իսկ Սամվել Կարապետյանը Ռուսաստանում գումարներ աշխատած մարդ է, իսկ Ռուսաստանում գումարներ ունեցող մարդիկ շատ լուրջ կախվածություն ունեն ռուսական կապիտալից եւ Սամվել Կարապետյանի կամ նրա ազդեցության տակ գտնվող կուսակցության հենց ներկայությունը Հայաստանի քաղաքական կյանքում, Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա Ռուսաստանի ազդեցությունը մեծացնել է նշանակում եւ այս համատեքստում ես այն կարծիքին եմ, որ այդ կուսակցությունը չպետք է թույլատրվի ուղղակի ընտրություններին մասնակցելու, որովհետեւ դա ակնհայտ ռուսական ազդեցության կուսակցություն է լինելու, որովհետեւ այդ կուսակցությունը գործելու է այնպես, ինչպես Սամվել Կարապետյանն է ասելու, իսկ Սամվել Կարապետյանն անելու է այնպես, ինչպես Ռուսաստանից են իրեն հրահանգելու, որովհետեւ ինքը այլ տարբերակ չունի, որովհետեւ շատ մեծ կախվածություն ունի նույն Ռուսաստանից։ Այ քանի որ խոսեցիք Ռուսաստանից, խոսենք նաև այն հայտարարության մասին, որը հնչեց Մոսկվայից կապված Թրամփի ուղու մասին։ Տեսեք, Մոսկվան հայտարարել է, որ բաց է քննարկելու ինչպես Թրամփի ուղի նախաձեռնության բովանդակությունը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը։ Ըստ ինչու է Ռուսաստանը հենց հիմա հայտարարում իր հնարավոր մասնակցության քննարկումներ ծավալելու մասին, ինչ որ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչ որ բան է դրանով ցանկանում հասկացնել Ռուսաստանը, ինչ ուղերձ կա սրա մեջ։ Այդտեղ բանալի բառը իմ կարծիքով հնարավորն է, պետք է կենտրոնանալ դրա վրա։ Ոչ վաղ անցյալում ռուսներն ասում են հայերը ուր պիտի գնան։ Ընդհանրապես հայերը գնալու տեղ չունեն։ Դա շատ ավելի կոպիտ ռուսերենով հնչող բառով էին ձևակերպում։ Հայերի ինչ որ տեղ գնալը, նույնիսկ ուղղությունն էին ցույց տալիս։
Հիմա ռուսներն ուզում են, պարզվում է, որ հայերը գնալու տեղ ունեն, այդ գնալու տեղում նորմալ տնտեսական գործընթացներ են զարգանում, որտեղ գումարներ կան, եւ ռուսներն էլ ուզում են, որ իրենք հնարավոր մասնակցություն ունենան։ Իսկ այդ հնարավոր մասնակցությունն ուզում են ունենան մի պարզ պատճառով, որովհետեւ վերին միջանցքը, որ անցնում է Ռուսաստանով, չի գործում, որտեղ Ռուսաստանը պատժամիջոցների տակ է։ Նախ ժողովրդավարության առումով նույն Նավալն ու Խադարկովսկու տարբեր տեսակ մարդկանց, չգիտեմ, թունավորելու եւ Ուկրաինայի դեմ պատերազմի առումով ներքին ցամաքային միջին միջանցքը, որը կարող էր լինել Իրանով, էլի չի գործում, որտեղ Իրանը պատժամիջոցների տակ է միջուկային զենք ունենալու առումով, Իրանին առաջարկվել է այդ ամենակարճ ու լավ ճանապարհը կլներ Իրանով Թուրքմենստանից մտներ Իրան ու առանց ծով անցնելու այդ ճանապարհը գնար հասներ Եվրոպա, բայց Իրանը նախընտրել է այն ուղին, որ ինքը նախընտրել է, եւ այս առումով թե Ռուսաստանը, թե Իրանը այս միջին միջանցքի գործընթացից դուրս մնալով կորցնում են։ Օրինակ Իրանը 35% մինչև ապրանքաշրջանառություն է կորցնում, մինչև 25% Վրաստանն է կորցնում։ Ռուսաստանի թիվը չեմ կարող ասել, որտեղ վաղուց տրանսիբիրյան մագիստրալը չի գործում, ու այդ շատ հին թվերի հետ պիտի համեմատես, որ կարողանաս կոնկրետ թիվ ունենաս, եւ այս պատճառով Իրանը եւ Ռուսաստանը պիտի բողոքեն, հնարավոր է, որ այդ բողոքը սինխրոն լինի, բայց այդ բողոքները արմատ չունեն։ Կոնկրետ Ռուսաստանի պարագայում 3 հիմնական պատճառ են բերում, ասում են, որ այդտեղ կանգնած են ռուս սահմանապահները։ Ռուս սահմանապահների հետ մեր պայմանագիրը Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Իրան սահմանին է վերաբերվում։ Մենք չունենք ռուս սահմանապահների հետ պայմանագիր հայ-ադրբեջանական սահմանի հետ կապված։ Հետևաբար այդտեղ ռուս սահմանապահներ չկան։ Եվ այդ Ռուսաստանի փոխվարչապետը, որը այդ ասում է, ինքը կամ տեղյակ չի, կամ անգրագետ է, կամ մանիպուլյացում է, ուղղակի կարելի ասել, որ ձեր նշած սահմանապահները այդտեղ գոյություն չունեն, որովհետև իրենք կանգնած են հայ-իրանական սահմանին եւ լավ կլինի, որ հայ-իրանական սահմանից դուրս գան։ Երկրորդ խնդիրը, որը ինքը դնում է, ասում է այ հարավկովկասյան երկաթուղիները եւ այլը եւ այլը։ Հարավկովկասյան երկաթուղիների հետ պայմանագիրը կնքած է մինչեւ 2028 թվականը եւ կնքած է երկաթուղու այն հատվածի մասով, որը գոյություն ունի, որը կա։ Թրիպը, որը կառուցվելու է, այդ հատվածի մեջ չի, ինքը չկա, ինքը գոյություն չունի։ Ով կկառուցի, նրանն էլ կլինի։ Այդ հարավկովկասյան երկաթուղիները որևէ կապ ունենալ չեն կարող, եւ դրա համար է ինքը փորձում հնարավոր բառը օգտագործել։ Երրորդը ասում է, դե մենք ԵԱՏՄ, ՀԱՊԿ եւ այլ այս կառույցների անդամ ենք, դա որևէ կապ չունի տրանզիտ, որևէ երկրի տրանզիտ անցումների հետ։ Մենք չենք կարող Ռուսաստանին ասել, որ դուք Վրաստանից Ֆինլանդիայի հետ որ անում եք, մեզ էլ ինչ-որ բան ասեք, որովհետև դուք ՀԱՊԿ, ԵԱՏՄ եւ այլ անդամ եք, որևէ կապ չունի, տրանզիտ է արվում է Ռուսաստանով, ինչ-որ երկրներ կամ Բելարուսիա այդ մեր հետ որևէ կապ չունի, ոչ էլ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ-ի հետ կապ ունի այդ խնդիրն անելու, այդ երկրներն իրենք են որոշում իրենց տրանզիտ հնարավորությունները։ Ինչ վերաբերում է Իրանին, Իրանը ինքը փակ երկիր է, ինքը պատժամիջոցների տակ է, միջուկային ծրագրով իրենք մերժել են Միացյալ Նահանգների հետ մոտեցումները, Վիլայեթին միշտ է կոշտ մոտեցում ունեցել։ Ես հիշում եմ, այս փաստաթուղթը ստորագրելու ժամանակ ինքը ուղիղ հայտարարեց, որ Ադրբեջանն ու Հայաստանը նման փաստաթուղթ ստորագրելով Կովկասը դարձնում են Թրամփի գերեզմանոց, թե ինչ էս կարգի բաներ մի խոսքով։ Այդ դեպքում ինչու է նույնականացնում Զանգեզուրի միջանցքի հետ եւ կարող է նրանց Իրանի դիրքորոշումը կամ գործոնը դառնալ լուրջ խոչընդոտ, որպեսզի Թրամփի ուղին ի վերջո այսպես միսուայրուն ստանա։ Գիտեք, մեկնաբանելու չի իսկապես Վիլայեթի ասածը, որովհետև Իրանի իրական տեսակետը հայտնում է նրա կառավարությունը, Վիլայեթի բայց նա հոգևոր առաջնորդի խորհրդականն է, որն էլ որոշում կայացնողներից երբ որ հոգևոր առաջնորդը ինքը կասի, այդ դեպքում կարող ենք անդրադառնալ դրան, իսկ ինչ պիտի անի Իրանը, որ դեմ է։ Գանք ամենավատ տարբերակից հոգևոր առաջնորդն է ասել, որ դեմ է։ Ու ինչ մենք հրաժարվում ենք Թրամփի ուղուց։ Ենթադրենք Իրանի հոգևոր առաջնորդը դեմ է։ Մենք էլ դեմ ենք, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Ու ինչ Իրանը մեր ասածը հաշվի առնելու։ Կամ եթե Իրանի հոգևոր առաջնորդը դեմ է լինում, չնայած այդ անհնարին բան է, բայց գնում եմ այդքան խավարկածով։ Ու ինչ է անելու Իրանը։ Հարձակվելու է Հայաստանի վրա։ Հայաստանի սահմանն է փակելու։ Այդ նույնն է, որ դու տանը դուռը ներսից փակես քո վրա, տրամաբանությունը ո՞րն է։ Այս Հայաստանի սահմանը Իրանի հետ ինչքան Հայաստանին է պետք, երկու այդքան էլ Իրանին է պետք։ Իրանն առանց էլ բոլոր ուղություններով փակած սահմաններ ունի, պատժամիջոցների տակ է։
Հետևաբար դե մենք կողմ են, այդ իրենց խնդիրն է։ Մենք վաղուց պիտի շարժվենք մեր շահերով, Հայաստանի շահերով, մենք վաղուց մեր շահերը Իսրայելի հետ փոխհարաբերություններում մի կողմ ենք դրել Իրանի հետ լավ հարաբերություններ պահելու առումով եւ դրանից գրեթե ոչինչ չենք շահել։ Գրեթե ոչինչ չենք շահել։ Բայց այն տարբերակը, որ ինքն ասում է, այ որ մենք Զանգեզուրի միջանցքին ենք դեմ, սրան ենք դեմ, իհարկե դեմ կլինեք։ Դուք ուզում եք, որ բոլոր ճանապարհներն անցնեն Իրանով, Հայաստանն էլ լինի ձկան պահածով, հակած սառնանում դրած։ Ոչ մեկ Հայաստանով չգնա գա, թող ձեզնով գնան գան, քաղաքական ազդեցությունը ձեզ լինի, գումարները ձեզ լինի։ Իհարկե ձեր ուզածն է։ Մեր ուզածը այդ չի։ Մեր ուզածը այդ չի եւ բարեբախտաբար աշխարհում կան ակտիվ խաղացողներ, որոնք որոշում են կայացրել եւ այդ որոշման համատեքստում Հայաստանն էլ այնքան իմացություն է ունեցել, որ համաձայնել է, որ այդ ուղին համատեղ լինի եւ այդ փաստաթուղթը ստորագրվել է թրիպը, որի սպասարկումը պիտի արվի հայ-ամերիկյան համատեղ ընկերություն։ Այնտեղ երրորդ երկրի Ռուսաստանի կամ Իրանի մասին խոսք չկա, թուղթը արդեն ստորագրված է։ Դա հայ-ամերիկյան է։ 2028 թվականին, երբ որ կլրանա հարավկովկասյան երկաթուղիների ժամկետը, կոնցեսիոն համաձայնագրի, դրանից հետո նորից էլի այդ հատվածը Երասխից մինչև Ախուրյան, կարծում եմ, պիտի անցնի այս հայ-ամերիկյան համատեղ երկաթուղի սպասարկման, երկաթուղիների սպասարկման Թրամփի ուղու այդ կառավարիչի ձեռքին։ Ինչի՞, որովհետև տեսեք, հարավկովկասյան երկաթուղիները ղեկավարում են միայն ռուսները։ Իսկ այն տրիպը, որը պետք է լինի, այստեղ հայեր եւ ամերիկացիներ են։ Եթե հարավկովկասյանում հայեր եւ ռուսներ լինեին, ելի կարելի էր մտածել, դե այստեղ ամերիկացիների հետ ենք, մեր իշխանությունն էլ ասել մենք բալանսավորող ենք, այնտեղ էլ ռուսների հետ լինենք, ինչ որ ձև կարող էին տանել։ Հիմա դա էլ չեն կարող։ Այսինքն, այստեղ արդեն դու կաս, այն ինչի ուրիշին տաս։ Մանավանդ որ այստեղի եղածը իրեն արդարացնելու է եւ մինչեւ 50 միլիարդ տոննա ապրանքաշրջանառություն պիտի լինի այդ ճանապարհով։ Ու այդտեղից շատ լուրջ օգուտներ կան։ Երկրորդ Իրանի ու Ռուսաստանի հակազդեցությունը այս միջանցքի առումով նաեւ կապված է գազամուղների հետ։ Ու հիմնականը գազամուղներն են, որովհետև թե Ռուսաստանը գազ ունի եւ չի ուզում լրացուցիչ խաղացող մտնի, եւ Իրանը գազ ունի եւ չի ուզում լրացուցիչ խաղացող մտնի, ու քանի որ այդ լրացուցիչ խաղացողը Հայաստանի տարածքով կարող է գալ հասնել Եվրոպա, իրենք ազդեցություն չունենան այդ գազատարի վրա, դա իրանց բացարձակ ձեռնատու չի։ Ու Իրանի այդ լիզերը ձեր հարցին պատասխանելով, որ ինքն ասում է, այ մենք Զանգեզուրի միջանցքին էլ էինք դեմ, այսինքն ռուսների առաջարկածին էլ էինք դեմ։ Ինչի էին դեմ, որովհետև այդ եթե լինում էր ռուսական, Իրանի գազը ընդհանրապես Եվրոպա դուրս գալու բոլոր հնարավորությունները սպառում էր։ Հետևաբար այս համատեքստում Իրանը բնականաբար ուզում է, որ Հայաստանը փակ լինի բոլորի համար, իսկ իր համար էլ այդ բաց չկարծավ դառնալ, որովհետև նույն Ռոբերտ Քոչյանի ժամանակ իրենք անգամ, ասենք 1400 մմ-անոց խողովակաշար չկարողացան անցկացնել, որտեղ նույն ռուսները թույլ չտվեցին։ Որ Հայաստանը առ այսօր նավթավերամշակման գործարան չունի, կողքին քթիտակ Իրան ունենալով, որը նաև հում նավթի վաճառքի քվոտաներ ունի, արգելանքի տակ չի։ Դա էլ նրանից է, որ ռուսները թույլ չեն տվել։ Որ ռուսները թույլ չեն տա, որ մենք իրանական նավթը բերենք, այստեղ ստանանք բենզին, դիզվառելիք դեռ մի բան էլ Վրաստան ու տարածաշրջան վաճառենք։ Իրենք հակված են իրենց բենզինն ու վառելիքը այստեղ վաճառեն։ Քիչ է, շատ է, կապ չունի, որոշակի շուկա է եւ չեն ուզում այդ կորցնեն։ Հետեւաբար այստեղ տնտեսական շահերի ավելի շատ խնդիր է, բայց թե Իրանը, թե Ռուսաստանը որևէ ազդեցություն ունենալու հնարավորություն չունեն։ Այ ամփոփելով մեր զրույցը հակիրճ, այստեղ իսկապես տնտեսական շահագրգռվածությունն է, պարոն Սարգսյան, թե օրինակ Ռուսաստանի դեպքում նաև այսպես որոշակի մանևր, որպեսզի Հարավային Կովկասում վերաիմաստավորի իր դիրքերն ամրապնդի։ Այստեղ տնտեսական շահն է առաջին հերթին, որովհետև իրենք հասկանում են, որ որոշակի առումով տնտեսական բազմաթիվ ուղղություններից, մասնավորապես Միջինասիական հանրապետությունները, դրանք հարուստ երկրներ են, եւ Մերձավոր Արևելքի երկրներն էլ հարուստ երկրներ են, որոնք այդ տեղում կապվեն, իրենք այս առևտրի, այս առևտրաշրջանառության մեծ մասը կորցնում են։ Հետաքրքրությունը իրենց նկատմամբ կորցնում են, այստեղ գերակա ազդեցություն ունենում են Միացյալ Նահանգները, կարող է մի քիչ
դրանից պակաս ունենա Չինաստանը, իսկ իրենք խաղից դուրս են մնում։ Բայց կա նաև քաղաքական process-ներից դուրս չմնալու խնդիրը։ Հիմա իրենք համարում են, որ տրիպի ուղին կայացած փաստ է։ Իրենք համարում են, որ ինչպես Մոլդովայում պարտվեցին, այնպես էլ Հայաստանում կարող են պարտվել եւ դրա հավանականությունը շատ մեծ է 2026-ին։ Հետևաբար իրենք ինչ անեն։ Իրենք այս դեպքում փորձելու են Միացյալ Նահանգների հետ ընդհանուր լեզու գտնել, իսկ թե Հայաստանի իշխանությունը, թե Թրամփը ասում է, որ ինքը չի հակադրվում, որ այդ ճանապարհը կարող է ձեռնատու լինել թե Իրանի համար, թե Ռուսաստանի համար, եւ նրանք էլ կարող են այդ ճանապարհի ինձեռնած հնարավորություններից օգտվել։ Հետևաբար Ռուսաստանն ասում է, ես պատրաստ եմ այդ հնարավորություններից օգտվել, ավելին պատրաստ եմ քննարկել հնարավորությունները, ինչով կարամ ներդրում անել մաս դառնալու այդ գործընթացի։ Այսինքն իրենք հասկացել են, որ բիզնես առումով, քանի որ դուրս են մնում, քաղաքական առումով դուրս չմնան եւ քաղաքական առումով ինչ որ կերպ այդտեղ ներկայացված լինեն։ Կարծում եմ հույս ունենալով, որ կարող է երասխ Ախուրյան այդ հատվածում կարողանան նաև 2028-ից հետո կոնցեսիոն համաձայնագիրը շարունակեն, եթե այնտեղ շատ մեծ ներդրումների ծրագիր ներկայացնեն։ Բայց իմ կարծիքով դա բացարձակ անհնարին է, գոյություն ունեցողը տրիպը արդեն ստորագրված փաստ է եւ 28 թվականից հետո այդ ճանապարհը գործելու է ի հեճուկ Թուրքիայի եւ լինելու է հիմնականը, որովհետեւ այդ ճանապարհը սպասարկելու է հայ-ամերիկյան ընկերություն, իսկ ամերիկյան ընկերությունները միշտ ավելի վստահելի են, քան թուրքականը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էր։